Մի անգամ ևս բոլորին ողջույն։ Հերթի մեջ կանացան, պետք է մտնեմ ավտոս, լավ։ Նոր մտքով ասեցանցով, ասեցանց մի հատ Facebook-յան վիդեո տեսանյութի միջոցով այդ հարցը ուղղեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանց հետա դոշի մազեր պրճկեն, հա։ Հետա իրանց շորեր ճղեն, նամանավան Նիկոլի աջակիցներ։ Հետա իրանց տփեն պատերով, վերցնին իրանց մազերից, իրանց ոտերից, իրանց գզանեն ասֆալտուն, ասֆալտներուն։ Իրանք իրանց նակազատ կենեն, իրանք իրանց կգնդագահարեն, են Մանվել Սարգսյանի պես։ Նիկոլի Զեմլակ։ Բայց այսինքն իրանք ամեն ինչի պատրաստել ըստ իրանց խոսքերի։ Այնքան որ Թաքի Նիկոլ մգնա իրանց թակավոր։ Դրա հետ միաժամանակ այդ կոնտինգենտն կոնկրետ ամենաբարձրն է կգոռա, որ իրանք ամենաազնվատոհմիկ հայերն են։ Իրանցից բացի մնացած հմեն յան ազգանունը կրողները, դրանք մոնղոլ թաթար են կամ տաջիկ են։ Իրանք ամենաազնվագույնն են եւ իրանց ազնվագույն վարչապետն է Փաշյան Նիկոլն, այսինքն Պաբլիտո Փաշյանը։ Մգակ ուզեմ հարցամ ձեր հմենուն, առանց վիրավորանք, առանց մեթթու կծու խոսք, որ դա հիստերիայի մեջ չընկնեք, չվերցեք ձեզի դա տփեք պատերով։ Դուք դա կորrekt, որ դուք ամենահայրենասերն եք, հա, ձեր Նիկոլի հետ միասին։ Հավատ հաշվում եմ մի պահ, որ այ մարդ, իրոք հավատում եմ ձեզ։ Ես հավատում եմ ձեզ։ Դուք ամենահայրենասերն եք, ձեր Նիկոլի հետ միատեղ։ Համի բերեմ հասարակ օրինակ։ Ձեր Նիկոլ Փաշյանը, նույն ինքը Պաբլիտո Փաշյանը, այս պահի դրությամբ ցավոք սրտի իմ համար երկրի վարչապետ է։ Այսինքն ինքը զբաղված է պետական գործերով։ Ընդ դուշա քանդեմ, ջրի նապորնաս տուգեմ, եթե մեր երեխեքի գարշոկի քաքի ուռվիննաս տուգեմ, չէ։ Պարապվախ թռմա Էստոնիա, այն պոպոկ բնդուկ ծախողի գլխարկով։ Ինքն պաշտոն ունի եւ զբաղմունք, բայց դուք որպես մեր Պաբլիտո Փաշյանի աջակիցներ, չէ, զբաղմունք չունեք։ Բացի ձեր շորեր ճղելուց ու էտա ձեր եռանկյունի կրծքերն ի ցույց տնելուց կամ ձեր դոշի մազեր պրճկելուց։ Մգակ ուզեմ խարստամ ձեզ։ Ելնելով այն կետից, որ դուք կսեք մենք ամենահայրենասերներն ենք։ Ադրբեջանցի բլոգեր Բոզի տղա Կամրան ռազմավար կա մի հատ բղախպի ծնունդ, որը պատե անպատե վիրավորում է հայերին որպես ազգ։ Ձեր այդ ամպագորգոր տեսքով, ձեր այդ ամպագորգոր էտա սրտաճմլիկ էտա դոշի մազեր դուս գցած, էտա ծծեր պտկները չքած, ձեր այդ տեսքով, ինչի որևիցե մեկի չեմ տենեմ այդ Բոզի տղու էջի տակ հային պաշտպանող կոմենտ գրելուց։ Կասեք մի հատ։ Իմ համար բեսամ դետարկիրա։ Հե՞։ Թե սաղատ են նոր քայնչ այդ թաղապետարանի աշխատողների պես եք։ Այսինքն թուրքերու էլի։ Ասեմ իմանաք, դրսում ապրողները կհաստատեն։ Էտա մեր Նիկոլ Փաշյանի զեմլակներ, հմեն շոկոլի պես մի 10-15 հոգով կհարձակվեն մեկ մարդու վրա։ Նույնը դուք եք։ Նույնը այդ նոր քայնչ այդ թաղապետարանի աշխատողներ են, Չախանին տփին, եսիմ, խփին, մփին։ Այսինքն իրանք շատ որ են տղայալը միշելան, էլի։ Համեմատությունը ինչի մար եմ ասում, դուք ստեղծել եք Փաշյան գրուպ կամ Փաշյան ՍՊՀ, հա, փակ բաժնետիրական, բայց ձեր դեպքում բաց բաժնետիրական ընկերություն, որտեղ ձեր հմեն ինչն բաց է, դուք ժողովրդավար եք։ Դուք սաղինք փնովեք, հանգարց ինչ-որ մեկն ասի Փաշյան Նիկոլն քխա։ Սաղի բերանք քաքեք, 1000 ներողություն արտահայտության համար։ Սաղի բերան, չգիտեմ, էտա կուզեք ջարդած եղիք։ Սաղինք քֆուրա կենեք։ Դե ես էլ քֆուր կենեմ, բայց ես անձնավորված եմ քֆուր անում։ Կոնկրետ ձեր Փաշյան Նիկոլին։ Կուզեմ ասեմ դուք էտա ձեր գրեքեր հզոր ջուջլակերների խմբով, կուզեմ խաս գնամ, ինչի ձեզնից ոչ մեկն Ռիշչյանը մտնի այդ Բոզի տղու էջի տակ, էլի եմ կրկնում։ Այն որ ասում է ջիգար ես այդ Քամրան Բոզի տղու էջի տակ։ Մի հատ կոմենտ գրի, խոսքի գրի Բոզի տղա, թեկուս հայերենով։ Դու ով ես որ հայերին ձեռ ես առնում։ Հե՞։ Խի չեք գրեմ։ Կասեք, հա, այն որ ասում է քաքամ տակս այդ մոմենտն է ձեր մոտ։
Այդքան է ձեր դուխը։ Որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ հավաքվեք 10 հոգով, 100 գրամ խմեք, մտեք կոմենտ գրեք։ Այդ է ձեր Նիկոլի հոգեբանությունը։ 10 հոգով մտեք մի հատ կոմենտ գրեք։ Գոնե տենամ, ես էլ կմտնեմ գրեմ Աբրի մեր Նիկոլ Փաշինյանին պաշտպանող էս ինչ մարդ է, դուխով։ Ես էլ մտնեմ քեզ, ով որ կոպիտ կպատասխանի, թե չանեմ ամոթելի ինձի։ Դու մտի դրան կոպիտ բան գրի, որ աս գրի խոսքի բոզի տղա, դու ով ես հային ձեռս առնում։ Կարում եք անեք այդքան եք։ Ցանկության դեպքում կարակ, բայց դուք քանի որ ձեր էությամբ քաքլան եք, ոնց որ ձեր Փաշինյան Նիկոլայն է։ 6-700 հոգով շրջապատված քայլում է փողոցում, ասում է ես նստեցի տրոլեյբուս։ Այդ եք դուք էլի, գուզեմ դուք ինքներդ ձեր տեսակը հասկնաք։ Դուք դաժե վախում եք կոմենտ գրեք, կոմենտ, անշար կոմենտ։ Ջանդա մտեք այդ բոզի տղու էջի տակ գրեք Նիկոլ Վարչապետ, հա տենց գրեք։ Վախում եք։ Աղքո եք անում ձեր տակն։ Բա հորյակս եք դուք պիտի փրկեք Հայաստան, Արցախի պես։ Ընես փրկիկ Արցախն։ Հենա Թուրքիան ընդեք զվրնեն։ Մեր բոլորի իմ ու ձեր պատմական հուշարձանները պղծելով։ Արա գոնե որ այդքան քաքլան տեսակ եք, գոնե բերաններդ փագեք, գոնե ձեն մի հանեք, հա։ Գոնե ձեն մի հանեք։ Թե չէ որ էտա Facebook, եսի մինչ էտա չգիտեմ էլի էտա ձևակ բռնեք որ դուք պիզդեց էտա դուխավիկ եք։ Ձեր Նիկոլի պես, էլի, բան չսեմ։ Նիկոլի պես դուխավիկ եք հմեն էտ։ Մեր Փաշյանն դուխով է։ Դուք էլ իրանից բետար դուխով եք։ Բարիս փոխաբերական իմաստով, այսինքն հակառակ իմաստով։ Ես էլ չեմ տեսել մի հատ Նիկոլական մտնի կոմենտ գրի, հա, այդ բոզի տղու էջի տակ։ Մտնի խոսքի դրան գրի նավարից ծծծնեմ, դու ով ես հային որպես ազգ ձեռս առնեմ։ Կարեմ եք գրեք, չեք կարեմ։ Ամոթա։ Հազիվ դուք մտնեք YouTube-ում ընձի գրեք Աշոտիկը կամ Նիկոլ Փաշինյանը լավ մարդիկ են, ձեզ ցիտում եմ ձեր նման աղբատ ընչերին։ 4 հաց քաքը դու ես։ Այդ չի ձեր մակարդակը, այ կլավուզնիկների անպայման վայով, կլավուզնիկների կուտոկ։ Կոմենտ գրող հայեր կան ընդ է։ Էս էլ ասեմ էլի։ Ես չէ, ես 1000-ից մեկ երեք մտել եմ այդ ոչխարից նագեմ ճպցրե, ասել եմ էսի դրևնի ադրբեջանսկի արտեֆակտ։ Ու ընդեղ ղզղնել են։ Ինչքան ուզեն այնքան ղզղնեն, ես չեմ պատասխանում թուրքերուն։ Բայց ընդե կոմենտ գրող հայեր կան։ Որ մի հայի էջի վրա խփում եմ, կտստում բացում եմ։ Հաստատ ինքը Նիկոլական չի։ Ինքը անկախ ամեն ինչից առանց քաղաքականության մեջ մտնելու, առանց քաղաքական հայացների ուղակի հայ է։ Ով մտնում մի բան գրեմ, որ միտեղ պատասխանածնի այդ բոզի ցրթանքին։ Ուր եք։ Հազարներով վխտում եք Facebook-ում։ Fake պուակների այդ բաներ, այդ աշբատեսներ, ուր եք որ։ Բայն այն առոգանությամբ, այն ջանասիրությամբ, որ դուք մեզա կլնգեք, հա, մտեք այդ բոզի տղու էջի տակ բան գրեք։ Դուքներդ չի երիքում, հա, չիշիկականում տակներդ, այն մեծ ու լեմպամպերսներից խոքեք նոր մտեք, չեղի, էլի է կաքում տակներդ, ես ինչ հոտ եկավ, ես է ուզում ասել է, եկել են որ Պարո Փաշյանի էտա զեմլակներ իմ ավտոն լվան, թեսուտ ասեմ, թեսուտ եմ ասեմ, չգիտեմ, ուրեմ Նիկոլան հայրենասերա, ատենց ասեմ, որ ես ոչ երթում եմ սիրեմ, ոչ էլ քֆուր ուտել։ Եկել եմ, որ մեր Պարո Փաշյանի բաները էտա զեմլակներ, իմ ավտոն մի հատ դե սենց դեղին ակա եմ, էլի քշում ռոզվի բանտիկն վրան, սենց պիլասոսով, բանով, սենց ամեն կեղտ ու մանրուկ ներծծեն իրար մեջ, սենց իրանց մեջ, էլի։ Պարոն Փաշյանը իմալակ մոտենա ուտելիքի սեղանին ու սաղ քաշ իրակ թոքեր են, քշեն չա ուտելիքն, կապ չունին դե լագյանով ստալիշին սալաթա դրած, չէ, կապ չունին դե 8-9 պորցի խորովածա, ինքը մտածում է սաղ իրա համար, ինքը սկսում է շնչել, ոչ թե ուտել, այդ մալ հիմա իրանք սկսեն իմ ավտոն լպստել։ Մտածեք իմ ասածների շուրջ, մեծարգո ջնջուլապաշներ, մենք ենք ցեռը մեր երկրի, ու չմոռնաք, որ ձեր միակ կարգախոսն է դա,
Шаклան тухավիկներ, блядь.